Камо Мелкумян, инженер и интеллигент, но настоящий боевой лидер. Отважный воин, способный повести за собой бойцов. Умный, решительный, энергичный. Таким помнят своего командира его воины. Ազգային ազատագրական շարժման ամեն էտապում Կամոն իր տեղը ունեցել է։ Նա կարողանում էր կազմակերպել եւ ճիշտ ուղղությամբ առաջնորդել իր ընկերներին, իր զինվորներին եւ որպես առաջնորդի ոչ թե հրաման տալ հետ կայնելու, այլ առաջինը գնալու եւ իր հետևից առաջնորդելու իր ջոկատը։ Մարդկային մարդ էր Կաման, մարդկային տղա էր։ Թե կռվում, թե գյուղում, թե համայնքում, թե իր ընտանիքում։ Կապիտան Կամո Մելքումյան, մեկը նրանցից, ովքեր ստեղծեցին Արցախյան բանակը եւ առաջնորդեցին նրան դեպի հաղթանակներ։ Հարավ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմակերպիչն ու հրամանատարը, Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբի պետի տեղակալն ու գումարտակի շտաբի պետը, իսկ հաղթանակից հետո հիանալի ինժեներ եւ խաղաղ Արցախի շինարարը։ Կամոն եւ որպես ընկեր, մարտական ընկեր, եւ որպես սովորական ընկեր, եւ որպես հմուտ ղեկավար, եւ որպես քաջ մարտիկ, ամենտեղ աչքեր ընկնում։ Եվ այդպիսի մարդիկ երբեք չեն դավաճանում, ոչ ընկերներին, ոչ հայրենիքին, ոչ ընտանիքին, ոչ հայրենի հողին։ Ինքը իր առաքելությունը կատարել է։ Ամենտեղ թե պատերազմ, թե շարժում, թե նույնիսկ պատերազմից հետո ինքը այս իր փոքր հայրենիքի նվիրյալն է։ Կամո Մելքումյանը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Հարավ գյուղում։ Վազգեն եւ Նինել Մելքումյանների ընտանիքում 6 երեխա էր մեծանում, 3 դուստր եւ 3 որդի, որոնցից ավագը Կամոն էր։ Այս տոհմը մաքուր կարելի ասել զտարուն հայերեն, իմիջալոց այս գյուղը բնիկ ժողովրդին ոչ մի տեղից եկած չեն, ասենք այս գյուղը միշտ տեղում եղել է։ Զգացում էր ծնողների դաստիարակությունը, զգացում էր, որ ինքը այն օջախից էր, որտեղ որ առաջին հերթին хор-мор дастиракություններ։ Камо с детства хотел быть похожим на своего отца, инженера и начальника карьера. Сельчане любили и уважали Вазгена Мелкумяна за его блестящую образованность, за доброту, за заботливость. Կամոյի հերնել մեծ հեղինակություն է եղել Ղարաբաղում։ Դուրում այդ մարդը շատ սրտաբաց մարդ էր, բոլորին օգնում էր։ Ամբողջ Ղարաբաղը Վազիկապա են ասում։ Մենք Կամոյի հորը Վազիկապա ենք անվանում, որովհետև Էնձևի բնավորությամբ տղամարդ էր, որ բոլոր երեխաներին համարում էր իր երեխան, տարբերություն չէր դնում։ Մելքումյանների ընտանիքը համերաշխ էր ու սիրալիր, հոգ տանել ոչ միայն մտերիմների, այլև ապրել շրջապատող մարդկանց հոգսերով։ Այդպես էր դասյարակվել Կամո Մելքումյանը։ Հիմնականում իր ընկերները հավաքում էինք իրենց տունը։ Չէր թողնում ուրիշի տան հավաքվեինք, ոնց որ գյուղի հինասյուներից մեկը լիներ։ Հինասյուն, որի շուրջը հավաքում եւ կազմակերպում էր ամեն ինչ։ Камо был лидером с самого детства. Он был душой местной детворы, решительный, остроумный, надежный друг и по-взрослому ответственный и рассудительный. Ընդհանրապես ես դասանը ինչ-որ ձևով տարբերում էր դպրոցի մնացած դասաներից գերազանցիկների քանակով։ Կամոն շատ գերազանց կերպով սովորում էր։ Արդեն մի քիչ հասունության տարիքում ավելի շատ երևաց նրա համարձակությունը եւ կազմակերպչական ջեղը։ Սովորելու տարիներին Կամո Մելքումյանի մոտ ես նկատել եմ առաջնորդի, առաջատարի բնութագրեր, այսպես կարելի ասել։ Որտեղ ամեն ինչում ձգտում էր առաջին լինել եւ Կամո Մելքումյանի մյուս հատկանիշներից ես կարող եմ նշել այն, որ եթե դասարանը որևիցե մեկը թույլ էր տալիս ինչ-որ արարք, ինքը անպայման իր վրա է վերցնում, որպեսզի ընկերների մեղքը ինչ-որտեղ քավաց լիներ։ Կամո Մելքումյանն ավարտեց Հարավի 8-ամյա դպրոցը, միջնակարգ կրթությունը ավարտին հասցրեց Ստեփանակերտի համար 2 դպրոցում եւ ուսումը շարունակեց Երևանում Պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետում։ В общежитии института Камо познакомился с карабахской девушкой Севиль, которая приехала учиться из Мартуни. Они полюбили друг друга, и по окончании института в 1986 году они поженились. Եվ ինձ ստացվեց, որ կային նաև Ղարաբաղցի աղջիկներ, որոնք ապրում էին նույն հանրակացարանում։ Եվ ինձ եղավ, որ մի անգամ մենք ստիպված էինք գողանալ աղջիկների սարքած ճաշը, իհարկե կեսնոյից հետ բերելով դնելով
Եվ դուրս եկա, որ այդ ճաշ սարքողը հետագայում Կամոյի ընկերուհին է, Սևիլը, Մարտունու շրջանից, եւ այստեղից սկսվեց ծանոթությունը եւ շարունակվեց շատ խորի իմաստով։ Իրոք շատ մեծ սեր էր։ Ավանդական հայ ընտանիք ստեղծել իր կնոջ հետ ու այդ օջախը չի մարում։ Ինստիտուտից հետո Կամոյին ուղարկեցին սպայական հավաքի։ Նա չգիտեր, որ դա իրեն պետք կգա խաղաղ կյանքում, բայց սովորեց սպայական գործը, ինչպես սովոր էր ջանասիրությամբ եւ հիմնավորապես։ Այնուհետև վերադարձավ Արցախ։ Կուրսեր է անցել Ղազախստանում, պահեստազորային սպայի կոչում է ստացել, այնուհետև ավարտելուց հետո նա վերադարձել է հայրենի գյուղ եւ աշխատանքի անցել իր հոր мод, որպես նրա օգնական։ Камо Мелкумян поступил на работу в Степанакерт, но остался жить в родном селе Харав, которое любил всем сердцем. Կամոն սիրում էր իր հայրենիքը, իր հարազատ տոնը, Կամոն դաժե եթե ուրիշ տեղել էր աշխատում, իրիկունը գալիս էր մնում ստեղ։ Ամեն օր ստեղից գնում էր քաղաք, աշխատանքի հետ գալիս Իրաստանը մնում։ Կամոն որպես համագյուղացի նա բարի ազնվորություն էր։ Մարդ իսկապես մեծատառով նրան հարգում սիրում էին եւ փոքրերը, եւ մեծերը, եւ միջակները, մեր երիտասարդները։ 88-ին սկսվեց Արցախյան շարժումը։ Կամո Մելքումյանը չէր կարող անտարբեր մնալ։ Նա մասնակցում էր Ստեփանակերտի ցույցերին, հանրահավաքներ կազմակերպում Հարավում, մարդկանց պայքարի կոչ էր անում, ամոթանք տալիս թուլակամներին եւ կարիերիստներին։ Ցուցարարների համար օգնություն էր կազմակերպում։ Հետո եկավ ժամանակը, երբ արդեն ցույցերը, միտինգները, ամեն ինչ առաջնահերթ էր։ Եվ գնում էին քաղաքը առաջին միտինգների մասնակցում, ցույցերի մասնակցում։ Ու Կամոն առաջիններից մեկն էր, որ գիտեր, որ այս մեր խաղաղ ցույցերը, մեր միացումը խաղաղ ցույցերից վերածվելու պատերազմի ռազմական գործողությունների։ Հարավ գյուղը գտնվում էր ադրբեջանական երկու խոշոր Ղուշչուլար եւ Աբդալ Գյուլաբլի գյուղերի միջև եւ հայտնվեց Խաչաձև կրակի տակ։ Գյուղի վրա անընդհատ հարձակվում էին ադրբեջանական բանդիտներն ու օմոնը։ Կամո Մելքումյանը մի քանի ամիս գլխավորում էր գյուղական խորհուրդը, փոխարինելով զոհված նախագահին։ Հետո հասկացավ, որ խորհրդային զորքի վրա հույս դնելու եւ համբերելու հնարավորություն այլևս չկա։ Հարավ գյուղի տեղանքը հետաքրքիր է ռազմավարական տեսանկյունից, որտեղ այս ներքևը Ղուչուլար եւ Մալբալի գյուղերն էին, ճանապարհը փակած եւ այս կողմը մի քիչ ներքև Աղտալ Գյուլապլու գյուղերն են եւ դեպի այն կողմն էլ Մարտունու Հարադաղլունա։ Ստացեց տեղից այն մեր գիծը առաջի գիծն դեղ էր։ Առաջի մեր պոստերը այն սարի վրա էր։ В ноябре 90-го Камо создал отряд самообороны из села. Никто не сомневался, что командиром отряда должен быть именно он. 14 бойцов во главе с Камо Мелкумяном встали на защиту родной земли. Գյուղխորհրդի նախագահ էր։ Մի քանի ամիս, որ մեր գյուղխորհրդի նախագահին ովքեր սպանեցին, ինքը նստեց տեղը եւ տեղից սկսեց ջոկատը կազմավորել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը պահեստազորային սպա է եւ հաշվի առնելով իր այդ կազմակերպչական ունակությունները, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղում մարդիկ հարգում էին իրեն, ինքը սկսեց կազմավորել գյուղի կամավորական ջոկատը։ Ընդամենը հաջողվեց 11 հոգու զինել, բայց այդ 11 հոգին բավարար էր, որպեսզի կարողանային դիմակայել։ Գյուղի փոքր ջոկատի դիմաց կանգնած է երկու հսկա ադրբեջանական գյուղ։ Եվ փոքր ջոկատի այդ ուժերով դրանց դեմը փակելը դա ավազը հերոսական աշխատանք էր։ У бойцов отряда почти не было оружия, но все они отличались высоким духом и мастерством. Им помогала офицерская подготовка Камо Мелкумяна. Սկզբում գիշերները մարտական հերթապահության ջոկատներ էին կազմակերպել։ Հետո երբ արդեն պարզ դարձավ, որ խնդիրը այլ է, ոչ թե ավազակային հարձակումներ, այլ գյուղերի գրավում եւ հայաթափում, արդեն սկսել էր հայթայթել այն ժամանակ շատ դժվար գտնվող զենքը։ Նույնիսկ ինքնաշեն զենքերով էին գնում այդ մարտական հերթապահություններին եւ ում ձեռքին ինչ կար, ով ինչով կարողանում էր դուրս էր գալիս այդ հերթապահությանը։ Ապշած է, որ շատ պատրաստ ջոկատ էր, այսինքն գաղափարապես նախ շատ պատրաստ էր։ Անձամբ իմ համար նա եղել է եւ ավագընկեր, եւ հրամանատար,
եւ խորհրդատու եւ ինչ որտեղ նաեւ ուսուցիչ կյանքի, որովհետեւ երբ խոսում էինք հայրենիք հասկացողության մասին, նա ասում էր, որ հայրենիքը դա քար ու քոլը չի, սար ու ձորը չի։ Հայրենիքը դիրքում կանգնած քո կողքի մարտական ընկերն է եւ քո թիկունքում եղած քո ընտանիքն է, որը դու պիտի պաշտպանես։ 90 թվականի դեկտեմբերի 15-ին Հարավ ինքնապաշտպանական ջոկատը պաշտոնապես գրանցվեց Արցախ գնդի կազմում։ Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը ջոկատի մարտիկներին միանգամից 14 ավտոմատ տվեց։ Շատ շուտով Հարավի բազմաթիվ բնակիչներ ձգտեցին ծառայել Կամո Մելքոմյանի հրամանատարության ներքո։ Շատ քիչ տեղ եմ տվել մի անգամից 10 ավտոմատ, բայց այստեղ տվել եմ, որ այս ամբողջ տարածաշրջանը պաշտպանվի։ Ամեն անգամ, երբ նա, ասենք, դիրքերը, պոստերը գալիս էր անձամբ էր ստուգում, ու ինչ որ բան, եթե այն չէր լինում, հանձնարարում էր հենց տեղում իր ներկայությամբ այդ աշխատանքները կատարել, այդ ամենը շտկել։ Бойцы КАМО стали не просто отрядом самообороны, а настоящим боевым подразделением. Они защищали не только свое село, но и приходили на помощь соседям. Որտեղ որ ես գնում էի հրամանատարը պատրաստ տղա է, այդ հոգսերը ինքը ամենը անում էր եւ ես ընդեղ ընդամենը նա թեթև նայում էի ու հանգստանում էի, որ այստեղ ես խնդիր չունեմ, պիտի գնամ խնդիրները ուրիշ տեղեր լուծել։ Կամո Մելքոմյանի գլխավորությամբ յուղի արդեն ձևավորված ինքնապաշտպանական ջոկատը մասնակցել ենք հարևան Մելիբեյլի եւ Ղոշիլար ադրբեջանական կրակակետերի ճնշմանը։ Մարտերից մեկի ժամանակ հարավցիների փոքրիկ ջոկատը գլխովին ջախջախեց ադրբեջանական օմոնի մեծ ստորաբաժանում եւ այնքան շատ զենք ձեռք գցեցին, որ կարողացան մյուս ջոկատներին էլ բաժանել։ Առաջին մարտական մկրտությունը եղավ Մալիբեյլի գյուղի տարահանման ժամանակ, երբ 11 հոգով դիմադրեցին 300-ից ավելի միջևատաները զինված օմոնականների, եւ 11 հոգով դիմադրեցին, բավականին հաջողվեց զենք զինամթերք վերցնել օմոնականներից։ Հետագայում օգտագործեց ինչպես մեր գյուղի, այնպես էլ շրջակա գյուղերի պաշտպանության համար։ В 92-м, когда Азербайджан начал агрессию против Арцаха, отряд КАМО Мелкомяна защищал восточные подступы к Степанакерту. Под прикрытием таких отрядов арцахцам удалось освободить Ходжалы, Շուշի и Լաչին։ Խոջալու ռազմագործողությունը միան Խոջալու մտնել ազատագրելը չէ, ամբողջ մի քիչ ավելի մեծ կոմպլեքսով եթե վերցնենք, դա ամբողջ մի հատ ռազմագործողություն է, որտեղ Հարավի ջոկատը կամոյի գլխավորությամբ կատարում էր իր արժեվ դրված կոնկրետ խնդիրը, այսինքն որպես այդ դրսից ապաշրջափակման հնարավորությունը կախեին, հարվածը Աղդալի եւ Գյուլապի կողմից կախեին։ Շուշիի հենց ազատագրումից հետո ադրբեջանցիների հերթական հակահարձակման դեպքում մեր դիմադրության ճակատը տեղափոխվեց դեպի Դահրաս եւ Աղբուլաղ գյուղերի բնագծերը։ Նրանք իրենց խնդիրը փայլուն կատարեցին։ Այս երկու գյուղը Մարեբալուն եւ Ղոչուլարը, որ նեղում էին քաղաքը Ստեփանակերտը, իրենց, այսպես ասենք, իրենց նեղողներն էլ այս գյուղի տղաներն են, այս գյուղի ջոկատներ։ 92 թվականի ծանր ամռանը Կամո Մելքոմյանի մարտիկները, որոնք մարտնչում էին Ասկերանի ուղությամբ, չնահանջեցին իրենց դիրքերից։ Նրանք հակառակորդին թույլ չտվեցին զավթել գերիշխող բարձունքները եւ գնդակոծել Ստեփանակերտը։ Այնուհետև դուրս քշեցին հակառակորդին Մալիբեյլի, Ղուշչուլար, Աբդալ Գյուլաբլի, Հասանաբադ գյուղերից եւ այլ հենակետերից։ 92 թվականի սեպտեմբերին կազմակերպված օպերացիայի արդյունքում ճնշվում են Ավդալ եւ Գյուլապլու այդ ադրբեջանական կրակակետերը, որտեղից բազմաթիվ անգամ տարբեր տեսակի հեռահար հրետանային միջոցներով գրադ, ուրագան ռմբակոծվում էր բուն Ստեփանակերտը եւ Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը բավականին զոհեր էր տալիս այդ ընթացքում։ Бойцы любили КАМО Мелкомяна. Он был не просто командиром, а старшим братом для своих товарищей по оружию. Воины отважно сражались под его командой, а он делал все, чтобы сберечь их жизни. Իր մեծությունը կայացել է նրանում, որ մարդ իր կողքին իրեն փոքր չի զգացել, այլ զգացել է հավասարը հավասարի պես։ Ինչպես մեր ժողովուրդն ասում,
մեծի հետ մեծ ա եղել, փոքրի հետ փոքր ա եղել։ Կռվում շատ քիչ զոհ տվինք։ Մեր գումարտակը, մեր ջոկատը, մեր գյուղի ջոկատը շատ քիչ կռվում զոհ տվինք։ Կամոյի հնարամտության, Կամոյի խելքի շնորհիվ մենք կարողացել ենք խուսափել ավելորդ անցանկալի зоherից. В отряде маленького села Харав уже насчитывалось 39 бойцов. Но эти 4 десятка воинов Камо Мелкумяна держали фронт шириной в 13 километров на Агданском направлении. Հարավ ջոկատը Կամո Մելքումյանի հրամանատարությամբ կորցրեց ավելի քիչ մարտիկ, քան շատ այլ ջոկատներ։ 10 հերոս հարավցիներ տվեցին իրենց կյանքը։ Իսկ 92 թվականի ապրիլի 20-ին զոհվեց Կամոյի կրտսեր եղբայրը Կարլեն Մելքումյանը։ Նաև զինակից մի քանի ընկերներ պայթեցին իրենց գյուղի մոտ տեղադրված թշնամու ականի վրա։ Առաջինը իր եղբորը, առաջինը իր բարեկամին ուղարկում մարտական գործողություն կատարելու համար։ Առաջիններից մեկը իր եղբայրն էր Կարլեն Մելքումյանը, որ եւ գյուղի մոտ 7 տղաներ, որոնք պայթել էին ականի վրա եւ զոհվել էին։ Դա 92 թվականի ապրիլի 20-ին էր եղել։ 92-ի աշնանը Հարավի ջոկատը մտավ Արցախի ձևավորված ինքնապաշտպանության բանակի մեջ։ Ասկերանի առաջին գումարտակի, այնուհետև Ասկերանի պաշտպանական շրջանի 31-րդ գումարտակի կազմի մեջ։ Կամո Մելքումյանը այդ գումարտակների շտաբի պետն էր։ Պաշտպանական բանակի ձևավորման պահից սկսած 92 թվականի սեպտեմբերից արդեն Կամոն որպես փորձված բավականին մարտական փորձ ունեցող հրամանատար նշանակում է նոր կազմավորված Ասկերանի պաշտպանական շրջանի առաջին հրաձգային գումարտակի շտաբի պետ։ Աղդամը ազատագրելուց հետո Կամոն իր ցուցաբերած արժանինքների համար նշանակվում է Ասկերանի 31-րդ գումարտակի штаби ПЭТ. Камо Мелкумян тщательно и вдумчиво планировал операции, готовил надежные позиции и защитные сооружения. И все-таки он оставался воином. Бойцы его бывшего отряда по-прежнему считали его своим боевым командиром. Այդ ժամանակ ուրեմն գումարտակի հրամանատար շտաբի պետ կամ տեղակալ գործում էին որպես ոչ թե իրենց ի պաշտոնե, այլ ամեն մեկը իրեն համարում էր զինվոր, բոլոր զինվորների հետ պիտի կատարեր իր զինվորական գործը նաև հրամանատար իր պարտականությունը։ Չնայած ինքը շտաբի պետն էր, ինքը մնացած տղաների հետ ակտիվ մասնակցում էր ռազմական գործողություններին։ Հրամանատար, որը իր մարտիկներին, երբ մարտի էր տանում, նա չէր ասում առաջ, նա ասում էր իմ ետևից։ Ու մենք գնում էինք նրա հետևից։ Կամոն արդեն որ անցավ начальник շտաբ, մեր հրամանատարը դրում, բայց ելի մեր գյուղի սաղ ջոկատը Կամոյի հրամաններով էր կռվում։ Սաղասել մի մարտապես լսում էինք իրան։ Камо не жалел себя в бою. 22 февраля 93-го он вступил в бой с превосходящим противником и был тяжело ранен. Многим казалось смертельно, но он выжил, встал на ноги и вернулся на фронт. И уже через месяц сражался с врагом. Ուրեմն այդ ուխտի մեջ կոչված դեղամասում Կամոն, որտեղ չպետք է լիներ, բայց ինքը հայտնվել էր այնտեղ, Այն իր ընկերների հետ չթողեցին այդ պոստը եւ վիրավորվեց, մահացու վիրավորդ կարելի ասել։ կյանք կախված էր մազից, բայց ի պատիվ մեր բժիշկների պիտի ասեն, որ փրկեցին Կամոյի կյանքը եւ դեղորի չափակինված միջև մի 2 շաբաթ նորից շարքում էր։ Արցախի ինքնապաշտպանության բանակը ազատագրում էր հայրենի երկիրը եւ Կամո Մելքումյանը մարտնչում էր այնտեղ, որտեղ ամենից շատ էին պետք նրա փորձն ու հմտությունը։ Նա ազատագրել էր Քելբաջարը, Մարտակերտը, վերցրել Աղդամը, մարտնչել Հորադիզում եւ պատերազմը ավարտել հաղթանակով։ Ջոկատի տղեկից մի քանի հոգի տարբեր տեղեր էին ուղարկում Մարտակերտ, Քելբաջար, Կամոնի հետները։ Բոլորս տեսելով իրան, բոլորս մի մարդու պես սաղ իր ասածներով հասանք միջև մեր ուզած տեղը։ Եվ Կամոն միշտ նույն էր այնտեղ, որտեղ որ պետք էր։ Ոնց որ այդ հայտնի ֆիլմում աստեղ ինչ ես անում, ասում стреляли. Через полгода после победы заместитель начальника штаба Аскеранского полка капитан Камо Мелкумян уволился из рядов армии. Он был инженером и хотел строить мирный Арцах. Պատերազմից հետո նա որոշ ժամանակ ծառայեց բանակում, իր ներդրումը ունեցավ մեր բանակի համարապնդման ստեղծման եւ զարգացման գործին, որից հետո արդեն անցավ քաղաքացիական աշխատանքի։ Ժողովներում եւ գյուղապետարանի եւ դոպորոսներում եւ իջ մասշտաբով լասից մեր գյուղում կատարումը Կամոն առաջիններ։ Անպայման պիտի ներկա լիներ։
Եթե ներկայել չունի, ապա մենք սպասում ենք այնքան որ նա ներկայել։ Կամոն աշխատել է տարբեր ղեկավար պաշտոններում, գլխավոր ինժեներ, գլխավոր մասնագետ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք ձեռնարկություններում։ Նա կառուցել է Արցախը, բայց սիրում էր հայրենի հողը, հայրենի գյուղն ու շարունակում էր ապրել այնտեղ։ Եվ Հարավի վետերանների միության նախագահն էր։ Նա աշխատել է տարբեր պաշտոններում, տարբեր հիմնարկներում ու հիմնականում ղեկավար պաշտոններում։ Կազմակերպչական ջիղը իրոք այդ մարդու մոտ չափից ավելի մեծ էր։ Նա կարողանում էր նույնիսկ այն քայքայված կազմակերպությունները, որոնք գտնվում էին ֆինանսական շատ ծանր իրավիճակում, նա կարողանում էր կազմակերպել եւ հասցնել համապատասխան մակարդակի։ Բարի էր, հոգատար, օգնում էր ամեն մեկին ինչով կարում էր, նույնիսկ իր միջոցներով։ Չի ասել ամենահեշտ բառն ասում։ Ինչ ա եղել, չի ասել կողք քաշի։ Բայց ես մտածում եմ ինչով կարելի է, ինչքանով կարելի է օգնել մարդկանց, որպեսզի գոնե հոգեպես այդ մարդիկ իրենց հանգիստ զգան։ Դպրոցում եղած առաջին միջոցառումը, որի միջոցով կատարվել է, դա մեր զոհված տղաների հուշարձանի հուշատախտակի ստեղծումն էր։ Ստեղծեցինք դպրոցում միջանցքում հուշատախտակի բացում մեծ մասշտաբով քաղաքի բոլոր գյուղերից եկած եւ առաջին ինքը ելույթ ունեցավ։ Всю свою жизнь Камо Мелкумян продолжал оставаться воином. Когда в апреле 2016-го Азербайджан попытался напасть на Арцах, Камо Мелкумян вновь собрал своих бойцов и встал на защиту ռուբեժեի Ռոդինեի։ Ինքը առողջական խնդիրներ ուներ, բայց ինքը կամավոր եկացավ հավաքեց իր ջոկատը գնաց հենց առաջինից։ Առաջիններից մեկը, որ արձագանքել էր եւ հավաքագրելով մի խումբ կամավորների դարձավ գյուղի տղաներից, դա Կամոն է եղել։ Գնացել զենք են ստացել եւ բոլորը միասին մեկնել են այն նույն մարտական դիրքերը, որտեղ որ իրենք պատերազմի ժամանակ կանգնած էին։ 16 թվականի ապրիլյան գործողությունները ամբողջ ջոկատը Կամոյի հրամանատարությամբ այնտեղ էր, որտեղ որ պետք է լիներ։ Камо Мелкумян вырастил прекрасного сына Вазгена, воспитывал 2 внуков, передавая им свою доброту, свои знания и любовь к родине. Ինչ որ ձևի նաեւ մխիթարում է այն հանգամանքը, որ Կամո Մելքոմյանը իր հետևից թողել է արժանի ժառանգորդ, որին դաստիարակել եւ կրթել է որպես հայրենասեր տղա, որպես Կամոյի արժանի ժառանգորդ, որպես Կամոյի գործը շարունակող որդի։ Նա ապրում էր թորների հետ ոնց որ նույն տարիքի երեխեք։ Ծիծաղում էր, սիրում էր, խոսում էր հետները հավասարի։ Սակայն պատերազմը ապրած ծանր փորձություններն ու անհանգիստ անձնուրաց բնավորությունը իրենց ճակատագրական դերը խաղացին եւ 2018 թվականի ապրիլի 29-ին Կամո Մելքոմյանը մահացավ։ Սկզբում իր եղբոր մահներ, կրտսեր եղբոր արդեն խաղաղ պայմաններում դժբախտ դեպքից մահացավ, հետո էլ մոր ծանր հիվանդությունը ազդեց վրան ու այդ ամենը կուտակվելով այդ ձևի Կամոյի հանդեպ դրսևորվեց։ Կապիտան Կամո Մելքոմյան, Արցախի մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի եւ Հայաստանի արիության մեդալի ասպետ, մարտիկ եւ շինարար, հայրենի հողի իսկական զավակն ու Արցախի հպարտությունը։ Ապարտեմ ցանկացած տեղ, որ կարողան, որ նշում եմ, ասում եմ, ես Մելքոմյան Կամոյի տղան եմ, դա ինձ համար, այսպես ասած, մեծ առավելություն է, քանի որ ես գիտեմ, որ ինքը ես ոչ թե նրա երեխան եմ դրա համար եմ ասում, այլ բոլորը դա գիտեն, որ ինքը մարդ է մեծատառով։ Նրա անցած ճանապարհը փաստորեն միայն բունթագորպես հերոսի անցած ճանապարհ։ Դա իր ամբողջ գործունեությունը ռազմական, դա հերոսի անցած ճանապարհ է, որը ուրիշ բառերով չի կարելի բնութագրել։ Դա զգում են եւ վերևում եւ հենց ժողովրդի մեջ եւ իր ընկերներով եւ իր հարազատներով կամ իսկապես հերոս էր։ Ծրվել է միայն այդ նպատակին։ Հերոս ազատամարտիկ որոշ ոչ։ Ես այդքանը կասեմ ջերոյ հերոս։ Իսկական ազնվեր մարդ։ Կամոն թե մեր պետության համար, թե մեր գյուղում, թե մեր ջոկատի տղեկի հետ միասին, Կամոն հերոս տղա էր։ Իր ազգի արժանագույն տղաներից էր։ Նա իրոք հերոս ազնվորություն էր, որովհետև ամենադժվար, ամենադաժան օրերին չի թողել իր ընտանիքը, իր գյուղը, իր հայրենիքը, մարտնչել է մինչև վերջ։ Կամոյի ու բոլոր զոհված տղաների առջև խոստանում ենք, որ պահելու ենք այս երկիրը,
մենք գնալու տեղ չունենք։ Եվ Արցախի հարցը լուծվում է Արցախում։ Капитан Камо Мелкумян, воин и командир, истинный носитель карабахского духа, бесстрашный и самоотверженный. Он до последнего дыхания оставался солдатом своей земли, служил родине и народу, и поэтому он герой.